Այսօր մեզ հյուր է եկել մայրիկս և խոսելու ենք լրագրողության մասին։ Ռադիո, ես վստահ եմ, որ դուք բոլորը փոքրիկ լրագրողներ եք ու ինչ-որ չափով երևի տեղյակ եք, թե ինչ է նշանակում լրագրությունը և ով է լրագրող, ինչ-որ մեկը պատկերացում ունի, տարբերակներ կա, չէ՞։ Ահա, ասա դե։ Ես մտածում եմ, որ լրագրողը նորություններ ասողն է։ Ապրես, նախ և առաջ ճիշտ է, լրագրողը այն մարդն է, ով տեղ է հասցնում ինֆորմացիան, բայց հիմա 21-րդ դարում տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ ձեզնից յուրաքանչյուրը կարող է ինչ-որ չափով լրագրող լինել, որովհետև ունի տեսախցիկ, կարող է նկարահանել կոնկրետ իրավիճակ և ներկայացնել ինչ-որ հարթակում իր սոցիալական էջերում կամ օրինակ գնա մի հատ շատ հայտնի խմբագրություն և ասի ես ձեզ համար ինֆորմացիա եմ բերել, բայց կա շատ կարևոր մի նյուանս, լրագրությունը պետք է լինի ճշմարտության մասին, փաստերի մասին, որովհետև մենք կարող ենք մտածել, օրինակ ես ասում եմ, որ Դենիի մազերը սիրուն են, դա իմ կարծիքն է, դա ճշմարտություն չէ, բայց եթե ես ասում եմ Դենիի մազերը կարճ են, դա փաստ է, պետք է անպայման տարբերենք կարծիքը և փաստը, որովհետև երբ որ մենք ինչ-որ կարծիք ենք ասում, դա ամենևին պարտադիր չէ, որ լինի ճշմարտություն։ Լրագրողները պետք է, եթե իրենք ստանում են կրթություն, ստանում են այդ կրթությունը այն մասին, որ երբեք չպետք է, այսպես ասած, մեղանչեն ճշմարտության դեմ, այսինքն չպետք է ստեն, որովհետև մարդիկ սովորաբար հավատում են լրատվությանը, համարում են, որ այս մարդիկ այն մարդիկ են, ովքեր մեզ պետք է ասեն ճշմարտությունը։ Եվ այն պահին, երբ որ լրագրողը ասում է մի բան, որը հակասում է լրագրության էթիկայի, այդ պահից նա դադարում է լինել անաչառ լրագրող։ Իսկ ինչ է նշանակում էթիկա, ինչ-որ մեկը գիտի ինչ է նշանակում էթիկա։ Էթիկա վարքականոնն է, ամեն մասնագիտություն ունի իր վարքականոնը։ Նույնպես լրագրությունը ևս ունի վարքականон, դա և լրագրողի ներքին վարքականոններն են, իր սկզբունքներին համապատասխան, դա կարող է լինել խմբագրության մակարդակում, որտեղ աշխատում է լրագրողը, և կան իհարկե նաև միջազգային ստանդարտներ, որոնց հասնելը, որոնց ձգտելը համարվում է լրագրողի համար շատ կարևոր կետեր, բայց լրագրությունը միայն նորությունների մասին չէ, լրագրությունը նաև առօրյա խնդիրների մարտահրավերների լուսաբանումն է, այսինքն ամենևին նորություն չէ, որ այստեղ կա վարդ, բայց արդեն նորություն է, երբ որ այն ծաղկել է և դուք դրա մասին ցանկանաք զարզնգրով պատմել, դա արդեն կլինի լրագրություն։ Տարբեր լրագրողների համար երևի տարբեր հետաքրքրություններ լինեն, ինձ համար օրինակ այս պահի դրությամբ շատ կարևոր է որպես լրագրող ներկայացնել իմ համայնքի, այսինքն մեզ բոլորիս համատեղող ընդհանուր խնդրի Արցախի մասին մարդկանց պատմելը և դրա համար ես և իմ ընկերուհին ստեղծել ենք փոդքասթ, որը դուք ևս կարող եք գտնել YouTube-ում և որում Դենի մի անգամ արդեն խոսել է, ունենք նաև այդպիսի փոդքասթ խոխա նախագիծ և այդտեղ Դենին ևս խոսել է, այնտեղ երեխաները Արցախի բարբառով պատմել են իրենց ամանորյա երազանքների մասին, իրենց կարոտների մասին և այսպես շարունակ։ Հիմա, քանի որ Արցախը այս պահի դրությամբ մենք Արցախում չենք, մենք նաև աշխատում ենք, որպեսզի այնպես անենք, որ մարդիկ չմոռանան բարբառը, որպեսզի բարբառը, քանի այն բավարար տարածվածություն ունի, թվայնացվի և պահպանվի, որպեսզի երբ որ Դենին վերադառնա Արցախ, ինքը մոռացած չլինի իր բարբառը։ Դուք մենակ Հայաստանի մասին եք պատմում, թե ուրիշ երկրների մասին եք պատմում։ Ես ավելի շատ պատմում եմ Հայաստանի ու Հայաստանում ապրողների մասին, Հայաստանում բնակվող մարդկանց և փորձում եմ երբեմն նաև դրսի մարդկանց ևս պատմել Հայաստանի ու Արցախի մասին։ Օրինակ, վերջերս ես
փոքրիկ ֆիլմ եմ նկարահանել, վավերագրական փոքրիկ ֆիլմ եւ մասնակցել եմ կինոփառատոնի։ Իհարկե ցավոք սրտի չեմ անցել, բայց օրինակ եթե ես անցած լինեի, ես կգնայի Սլովակիայում եւ կպատմեի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում եւ թե ինչ է տեղի ունենում Արցախում երաժիշտների լեզվով։ Իմ հերոսները Արցախից տեղահանված մի քանի տղաներ էին, ովքեր անցնելով պատերազմը որոշել են, որ իրենց կյանքը այլևս պետք է լինի ստեղծարարի մասին եւ իրենց նվիրել են երաժշտությանը։ Ես որոշել եմ դառնալ լրագրող, երբ որ ունեցել եմ տանը այդպիսի մի օրինակ։ Իմ պապան եղել է լրագրող եւ այդ ժամանակ դեռևս լրատվությունը այսքան հասանելի եւ այսքան տարածված չէր։ Այդ ժամանակ լրագրող դառնալու համար պետք էին ավելի շատ ջանքեր, ավելի քիչ էին հնարավորությունները, բայց ամեն դեպքում ես ունեի տանը մի օրինակ, երբ որ իմ հայրիկը աշխատում էր այն ժամանակ դեռևս միակ հեռուստատեսությունում Արցախում եւ ռադիոյում, եւ ես հասկացա, որ ես շատ կուզեի, որպեսզի եւս լինեմ լրագրող։ Հետո, երբ որ ես մի քիչ էլ մեծացա, ես սկսեցի նաեւ հետաքրքրվել ձեր երեխաների իրավունքներով եւ իրենց մամաների իրավունքներով եւ որոշեցի, որ չէ, ես ուզում եմ դառնալ կանանց եւ կամ երեխաների իրավունքների պաշտպան։ Հետո եկան քննությունները եւ ցավոք սրտի ես ընդունելության փուլը պատմությունից չանցա, անցա միայն ավարտականի մասով եւ մտածեցի, լավ, եթե ես չեմ դառնալու երեխաների եւ կանանց պաշտպան, ես ինչ եմ ուզում դառնալ եւ ես հիշեցի իմ վաղեմի երազանքի մասին, լրագրության մասին եւ հասկացա, որ կարող եմ խոսել ինձ հետաքրքրող նույն թեմաների մասին, ձեզ երեխաների եւ իրենց մայրիկների մասին, լինելու լրագրող։ Եվ հիմա ես դա նույնպես փորձում եմ անել, այսինքն լրագրությունը ինձ հնարավորություն է տվել ոչ միայն առանձին ունենալ մասնագիտություն, այլև բոլոր ինձ հետաքրքրող ոլորտներում եւս եթե ցանկություն ունենամ խորանալ եւ դա եւս լուսաբանել։ Իսկ երբ նորություններ չլինեն, դուք ինչ եք անել։ Սա իմ լսած ամենալավ հարցերից մեկն է։ Հարցեր միշտ լինելու են, քանի կան մարդիկ, հարցեր ունենալու են եւ դրանց պատասխանների գտնելը տանելու է տարբեր տեսակի նորությունների։ Ինչ է նշանակում ընդհանրապես նորություն։ Մի բան, որը դու չգիտեիր, բայց հենց այս պահից սկսած, երբ որ ես այն քեզ ասեցի, դու իմացար։ Օրինակ, դու կարող ես ամբողջ ամառը դպրոց չգաս եւ սեպտեմբերին գաս ու տեսնես, որ նորից է ծաղկել այս ծաղիկները։ Դա քեզ համար կլինի նորություն։ Այսինքն, քանի կա մարդկությունը, նորություններ միշտ կլինեն եւ այդ նորությունները լուսաբանող մարդկանց կարիք եւս կզգացվի եւ դրանք լրագրողներն են։ Այո, ես շատ եմ սիրում իմ աշխատանքը եւ եթե մենք սիրում ենք մեր աշխատանքը, այն անում ենք շատ ավելի լավ։ Ես սիրում եմ իմ աշխատանքը եւ ամեն օր փորձում եմ սովորել նոր բաներ, որոնք կօգնեն իմ մասնագիտության մեջ ավելի խորանալու, ավելի ինչ-որտեղ հասնելու համար, որովհետեւ երբ մենք դադարում ենք սովորել, մենք հետ ենք մնում ժամանակից։ Ես վերմացնայի, ես նման լրագրող կտրնայի, ես նման կխոսեի ոնցախորից։ Պատոզալ, չես պապու նման ճարտարապետ դեռնաս, որոշած փոխից լրագրողս դեռնալա, շատ լավ։ Ինչպես որոշեցիք վարել Podcast։ Ուրեմն փոդքասթը իմ կյանքում նորություն էր, որը ի հայտ եկավ 23 թվականից հետո։ Մինչ այդ ես դասական լրագրության մեջ էի եւ ինձ հետաքրքրում էին բացառապես այսպես ճիշտ ձևակերպումներով, ճիշտ բառամթերքով լրագրությունը։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ես պիտի խոսեի միայն գրական հայերենով, միայն ընտրված բառամթերքով եւ ես իրավունք չունեի իմ տեսակետը հայտնելու, որովհետեւ դասական լրագրությունն ասում է, որ կարծիք հայտնելը լրագրողի գործը չէ, լրագրողի գործն է այդ կարծիքների հիման վրա նաեւ ինչ որ լրատվություն ստեղծել։ Բայց podcast-ը տարբերվում է նրանով, որ դու կարող ես նաեւ քո կարծիքը ասել եւ դրա համար քեզ ոչ ոք չի ասի, որ դու վատ լրագրող ես, որովհետեւ այդ ժանրը թույլ է տալիս լինել անկեղծ,
խոսել ավելի բաց եւ նաեւ քո տեսակետը մարդկանց հասանելի դարձնել։ Երբ որ ես հասկացա, որ իմ ասելիքը, իմ կարծիքը շատ կարեւոր է եւ ես ուզում եմ դրանով կիսվել տարբեր մարդկանց հետ, ես որոշեցի ընկերուհուս հետ, որ ստեղծենք մեր ոդքասթը, որտեղ կպատմենք մեզ հետաքրքրող բաների մասին։ Այս դեպքում Արցախի եւ արցախցիների մասին։ Ովքեր են ըլնում ձեզ հյուրերը։ Ահա։ Մեր ոդքասթի հյուրերն են լինում արցախցիներ եւ մարդիկ, ովքեր ինչ որ ձևով կապ ունեն Արցախի հետ կամ կապ են ունեցել ժամանակին։ Եվ նրանք, այո, նաեւ Դենի։ Օրինակ մենք խոսում ենք, թե ինչու է կարևոր բարբառով շարունակել խոսել, թե ինչու է կարևոր արցախցիների համար կարևոր խնդիրները բարձրաձայնել, ինչ լուծումներ են տեսնում հենց արցախցիները իրենց վերաբերող հարցերի շուրջ, ինչ լուծումներ, ինչ նպատակներ ունեն, ինչ երազանքներ ունեն։ Ինչ երազանք ունեք դուք։ Իմ ու Դենի երազանքը նույնն է, չէ՞, Դենի, ինչ է։ Ո՞րն է քո երազանքը, Դեն։ Ամենամեծ երազանքը քո ո՞րն է։ Որ մեծ տուն լինի, Դենի, դա միայն քո երազանքն է, իսկ մեր ընդհանուր երազանքը ո՞րն է, բոլոր արցախցիների երազանքները, որպեսզի վերադառնանք որտեղ։ Արցախ։ Այո։ Եվ Արցախում ունենաք Դենի երազած տունը։ Չէ՞, Դենի։